Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, որքան արժեքավոր է արվեստի գործը, այդքան արժեքավոր ու գեղեցիկ է դրա շրջանակը։ Վարսահարդարներն ասում են, որ կնոջ շրջանակը նրա մազերն են, այսինքն որքան գեղեցիկ է կինը, նույնքան գեղեցիկ ու խնամված են նրա մազերը։ Եթե դուք ունեք մազաթափության հետ կապված խնդիրներ, ապա բարձրացրեք հեռուստացույցի ձայնը։ Հենց հիմա մենք կիմանանք մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն մեզ ճիշտ խնամել մազերն ու պայքարել մազաթափության խնդրի դեմ։ Իսկ այդ հարցում ինձ կօգնի Մանե Բադալյանը։ Բարի լույս, Մանե։ Բարի լույս։ Մազերի հետ կապված խնդիրներն իհարկե շատ են, թեփ, չոր եւ յուղոտ մաշկ եւ մազաթափություն։ Առաջարկում եմ հիմա խոսել մազաթափության մասին ու հատկապես դրա պատճառների մասին։ Մազաթափության պատճառները շատ բազմազան են։ Դա կարող է լինել անքնություն, ստրես, հիվանդությունների դրսևորում եւ կարող է լինել վիտամինների, միկրոէլեմենտների պակաս։ Իհարկե, եթե կա մազաթափման խնդիր, խոսքը չի վերաբերվում 1-2 մազ, որտեղ սեզոնային ժամանակ առ ժամանակ մեր մազերը թափվում են, տեղը գալիս է նորը։ Խոսքը վերաբերվում է այն մազաթափությանը, որը մեծ քանակությամբ է տեղի ունենում եւ արդեն բավականին լուրջ էսթետիկ խնդիր է առաջացնում։ Պետք է անպայման զգոլ լինել, որտեղ մազաթափությունը դա կարող է լինել որևէ հիվանդության առաջին դրսևորում։ Շատ լավ է, եթե անձը հասկանում է, որ ստրես է տարել, կամ վիրահատություն է տարել, կամ դեղորայքային ինչ-որ բուժում է անցել, որից հետո սկսվել են մազերը թափել, այսինքն պատճառը հայտնի է եւ կարելի է ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Շատ հաճախ այսօր մեր օրերում կարող է խնդիրը լինել մազաթափության միկրոէլեմենտների եւ վիտամինների պակասը։ Օրինակ մեր աղջիկները, ովքեր սիրում են դիետաներ տարբեր, սահմանել, հաշվի չեն առնում, որ երբեմն այս կամ այն դիետան կարող է զուրկ պահել օրգանիզմը վիտամիններից եւ միկրոէլեմենտներից, իսկ որպես հետևանք առաջանա մազարմատի թուլություն եւ մազաթափություն։ Հաջորդ խնդիրը դա հորմոնալ խանգարումներն են, անդրոգենների թիվը երբ որ օրգանիզմում բարձրանում է, գլխի մազերը սկսում են թափվել, իսկ մարմնի վրա առաջանում է մազակալում, ճիշտ հակառակ էֆեկտ է տալիս, դա պայմանավորված է ռեցեպտորներով, գլխի մազի ռեցեպտորները բերում են նրան, որ մազը թափվում է, իսկ մարմնի վրա մազակալում, այս այլ կարող է լուրջ ախտանշան լինել դիմելու էնդոկրինոլոգին, մինչև հորմոնալ ֆոնը չկարգավորվի, մազաթափության դեմ պայքարելը անիմաստ է։ Իսկ կա տարիք, որի ընթացքում պետք է ավելի ուշադիր լինել։ Իհարկե կանանց մոտ կլիմակտերիկ շրջանն է, երբ որ էլի անդրոգենների խնդիր են, հորմոնալ խնդիր է, երբ որ մազաթափությունը կարող է ավելի ակտիվանալ։ Իսկ ընդհանրապես բոլոր տարիքներում էլ կարող է այն սկսել, կարող է լինել անցողիկ եւ կարող է լինել միշտ։ Լավ, ինչ կառաջարկեք, ինչ կարող ենք պատրաստել, որպեսզի օգնենք այն հեռուստադիտողներին, ովքեր ունեն մազաթափման խնդիր։ Շատ օգտակար են այնպիսի դիմակներ եւ քսուկներ, որոնք տաքացնում են գլխամաշկը։ Տաքացնելու շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, այսինքն լինում է արյան հոսք դեպի մազարմատներ, սնուցումը մազարմատի լավանում է, մազարմատը պնդանում է եւ արդեն մազը ավելի առողջ եւ ավելի կայուն է դառնում։ Ես կարող եմ առաջարկել ամենահեշտ տարբերակը, որը կարելի է օգտագործել, վերցնենք ձվի դեղնուցը։ Սրան ավելացնում են գերչակի յուղը։ Որքան հաճախ կարելի է օգտագործել։ Առնվազն շաբաթը 2 անգամ։ Ես հիմա կարող եմ ավելացնել ձիթապտղի յուղ, բայց ձիթապտղի յուղը կարող է փոխարինել յուրաքանչյուր բուսական յուղը, Եվս 3 քթալ։ Նյութերը պետք է քսել լողանալուց առաջ։ Մինչև գլուխը լվանալը, որտեղ տաքացնելու հատկություն լինի, մաքուր մաշկի ժամանակ ինքը կարող է նույնիսկ այրվածք առաջացնել, եթե զգայուն է մաշկը։ Դրա համար նման նյութերը մենք քսում ենք մինչև լողանալը։ Որքան հաճախ կարելի է լվանալ մազերը։ Յուղոտ մաշկը ավելի հաճախ, չոր մաշկը ավելի ուշ։ Այլ բան է, որ չոր մաշկի դեպքում մենք պետք է օգտագործենք համապատասխան բալզամներ, նյութեր, որոնք օգնում են մազը պաշտպանել արևի ճառագայթից, քամուց, սառը եղանակային պայմաններից, ներկերից, գունաբացող նյութերից եւ այլն։ Շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար, դրանք իսկապես օգտակար էին, հուսով եմ կրկին կհանդիպենք։ Ես էլ եմ հուսով, մեծ սիրով։
Հարթամ ու գեղեցիկ մազեր ունենալը շատերի երազանքն է, բայց ինչպես տեսնում եք, այդպիսի մազեր ունենալն այդքան էլ դժվար չէ, միայն պետք է հաճախ ու ճիշտ խնամել դրանք։ Հագուստի համար շնորհակալություն եմ հայտնում Atex նորաձևության կենտրոնին, կհանդիպենք հաջորդ թողարկմանն ու կսովորենք մի քանի ոչ խորաման գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն մեր կենցաղը։ Հաջողություն։